Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ ինքը եւ մնացած նախարարները 7 տարի շարունակ մնացել են առաջին դասարանում։ Դուք համաձայն եք։ Երևի թե այնքան անկիրք է, որ հնարավոր է։ Համաձայն եմ, առաջի դասարանում մնացել են։ Այսօր ինքն է հայտարարել։ Հա, ճիշտ ասել։ Այո։ Իսկ դուք ինչի՞ց եք հասկանում, որ 7 տարի մնաց։ Որտեւ ինքը գիտելիք չունի։ Ոչ մի գործից չի հասկանում։ Կրթություն չունի, բարձրագույն։ Թե ինչա եկեն նստել այսքան տարի, սա կործանեց մեր երկիրը։ Մենք սխալ եղանք ընտրեցինք իրան, շատ ենք զղջում։ Չի կարալ, 7 տարին առաջի դասարան։ Չեմ կարա ասի, համաձայն եմ երևի ձեր խոսքին, որովհետև նստողները մեր բոլորը անգրագետ հողասեր մարդիկ են, այդքան բան կասեմ, ոնց որ ինքը պահանջում էր, որ մենք լինենք արդար, բայց դե ինքը բոլորից անարդար դուրս եկավ, ես իրան չեմ սիրում, չեմ հարգում, բայց օրերով իր համար պայքարել եմ, բայց փոշմանել եմ, ձեռս կոտրվեր չանեի։ Եթե նկատեք ունեք ինչ-որ բաներ արել են, չեն արել, դե փոփոխություն եղել է, անես չի, որ ոչ մի բան չեն արել։ Լավ է։ Այո, անես չի, որ ընդհանրապես բան չեն արել։ Ամեն դեպքում դե համբերեք տնանք ինչ արել։ Չգիտեմ, ջեն հարցը։ Ոչ մի բանի հետ համաձայն չեմ։ Փաշինյանը եղել է գերազանցիկ, դպրոցներա գերազանց ավարտել, ինստիտուտն էլ գերազանց սովորել է, բայց վերջում բան գրելու համար իրանց առաջ քարտուղարի վրա ինչ-որ բաներ ա գրել, առաջ քարտուղարի եղբայրն էլ այդ ինստիտուտի պրոռեկտորն էր, վերցրել հեռացրել է։ Հենց այնպես պահել էին, ինչի համար պահեին։ Եթե կատակին չիման, ինքը գերազանցիկ այլ է դպրոցում էր, մեդալի բան այլ է, հավակնորդ այլ է։ Ես 100% եմ ասում։